Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած այս հայտարարությունից մեկ օր անց իրավապահները դեռ լուռ են։ Ազգային անվտանգության ծառայությունը չի մանրամասնում, թե ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասին այդ ինչ մեղադրանքներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանը Վանաձորյան քարոզարշավի ժամանակ եւ արդյոք պատրաստվում են կատարել վարչապետի ցուցումը։ ԱԱԾ լրատվականից հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին, իսկ քննչական կոմիտեից հայտնեցին, թե վարչապետի հիշատակած նյութերն իրենք դեռ չեն ստացել։ Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո վերջնական եւ ամբողջական արմատախիլ են կանելու Հայաստանի Հանրապետությունից։ Իրավապահները չեն մանրամասնում նաեւ, թե այդ ինչ լրտեսական ցանցի մասին է խոսում Փաշինյանը։ Նրա թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչն այսօր պնդում էր, թե տեղյակ չէ Փաշինյանի կոշտ մեղադրանքներից։ Ինձ հետ կապված ես որևէ տեղեկատվություն չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ-որ process-ներ սկսելու են։ Երևի հիմա գործը կարում են, վերակարում են, մտածում են ինչ անեն, բայց այնքան սպիտակ թելերով է լինելու այդ ամեն ինչը, որ ուղղակի մարդիկ տեսնելու են, թե ինչպիսի հանցավոր եւ ճղճին իշխանության հետ գործ ունեն։ Այսօրվա ասուլիսում Թևանյանն իր հերթին Փաշինյանին դավաճան անվանեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն-Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը ստորագրելու համար։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Անդրանիկ Թևանյանը համարում է, որ Փաշինյանը ուղիղ ցուցում է տվել ԱԱԾ-ին ու քննչական կառույցին, ասաց, որ իրավաբաններն այժմ աշխատում են վարչապետի դեմ հաղորդում ներկայացնելու հարցի շուրջ։ Տվյալ դեպքում ինքը իրավունք չունի հանձնարարականներ տալու, ցուցումներ տալու, եթե ասենք ինչ-որ գործը կարել է, նույնիսկ ձևական կողմը չի պահպանում, այսինքն ինքը ցուցումներ է տալիս, թե ինչ պետք է կարել, հետո տալիս է, թե որ մարմինը ինչ պետք է անի, երբ պետք է անի, ինչպես պետք է անի եւ կոնկրետ մեղադրանք է հնչեցնում, որը բնականաբար որևէ հիմք չունի, բայց այդ ապօրինությունը հենց դա է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբն էլ տարածած հայտարարության մեջ ընդգծում է. Հայաստանի ընտրական պատմության մեջ եւ միջազգային պրակտիկայում տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց։ ԲՀԿ-ից պնդում են, որ վարչապետն ուղիղ եթերում ընդդիմադիր առաջատար ուժի տեխնացուի դեմ գործ հարուցելու հանձնարարական է տալիս կառույցի գնահատմամբ դա լիազորությունների գերազանցում է եւ հակասում է իրավական պրակտիկայում միջազգային փորձի տրամաբանությանը։ Պատգամավորության տեխնացուներն այս շրջանում օժտված են անձեռնմխելիությամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելուց առաջ իրավապահները պետք է ստանան կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը։